Ինչու եք այսօր այստեղ վարչապետին եք սատարում ենթադրում եւ ինչի համար հատկապես։ Այո, վարչապետի համար եմ այստեղ, սատարում եմ 18 թվականից սկսած, մինչ այդ չեմ էլ հետաքրքրվել, որովհետև ամեն ինչ խաբեություն է եղել։ 18 թվականից հետո երբ փոխվեց երկրում ամեն ինչ, մինչ այսօր, ես սատարում եմ վարչապետին եւ իրեն սատարողներին, շատ սիրում եմ բոլորին։ Ինչ է փոփոխվել ամեն ինչ, սկսված հոգու խաղաղությունից, շրջապատից, շինարարությունից, մանկապարտեզ, դպրոց, ես այսօր չունեմ երեխա դպրոց մանկապարտեզ հաճախ, բայց ես ուրախանում եմ իմ երկրի համար։ Նախ ասեմ, որ ունեմ զավակ, մի որդի, որն այս համար պետք է զորակոչվի բանակ, ինչի համար շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ վարչապետին, որ իմ տղան պիտի ծառայի խաղաղ երկնքի տակ ու ես իհարկե անպայման դա ամենամեծ արժեքն է ու ես իմ շրջապատում փորձում եմ մարդկանց ապացուցել դա, որտեղ դա գործով է, տեսանելի է, ոչ թե խոսքով ու բառերով, չգիտեմ, հիացած եմ ամեն ինչի համար, բժշկությունը, որ ասենք ես չեմ օգտվում, բայց ես իմ տարեց հայրենակցի համար եմ ուրախանում, իրեն զավակների համար, որ հեշտանում է իրենց աշխատանքը, չգիտեմ, ամեն ինչի, ուղղակի անխիղճ պետք է լինեն, որ չգնահատեն, չընտրեն ու շնորհակալություն չասեն, չգիտեմ։ Նախկին իշխանությունները, որոնք խոստանում են վերադառնալ, Անիմաստ դատարկ խոսքեր են, ով չգիտի։ Իսկ ինչ պիտի անի օրինակ Սամվել Կարապետյանը, հայերեն չգիտի, անգրագետ, որ մեկ-մեկ ինձ ասում են բարերար, իսկ ինչ արել իմ երկրի համար, ինչ արել մեր համար։ Նույնը Քոչարյանը, բացի սպանելուց, թարանելուց, գողանալուց, խաբելուց, ծախելուց, ուրիշ ինչ։ Մնացած կամ Ծառուկյանը, բոլորն էլ, կամ ինչ գործ ունեին իրանք ընդհանրապես ազգային ժողովում։ Ես չգիտեմ այդ մարդկանց, որ իրանք կարող են ինչ-որ ձայն տալ, որ իրանք հայտնվեն նորից ազգային ժողովում։ Դա ուղղակի խայտառակություն է, խայտառակություն։ ինչու է կարևոր այս ընտրությունները եւ ընտրությունների մասնակցելը։ Քիչ են նաեւ կոչերը, որ մի գնացեք ընտրությունների միևնույն է կերծվելու են արդյունքները։ Կարևոր է նրանը, որ սա մեր վերջին, ու ես վարչապետի ամեն մի խոսքի տողատակը հասկանում եմ, որտեղ երբ որ նա ասում է մի բան, ուրեմն անպայման ինչ-որ բան կա դրա տակ, երբ որ նա ասեց հունիսի 8-ից հետո չեն լինելու նախկին ոչ ղեկավարներ, ոչ էլ ազգային ժողովում, այսինքն դրա տողատակի տակ ամեն ինչ ասված է։ Սա մեր խաղաղության, ապագայի ու ամենակողմնորոշիչ ընտրություններն են ինձ թվում պատմության մեջ Հայաստանի համար, որն ամեն ինչ գլխի վայր դեպի ավելի լավն է փոխանցելու լինելու։